Ես պիտի ձեզ հիշեցնեմ, վերցնենք սա, որ ընտրություն է տեղի ունենալու այստեղ, որը բալեթը պիտի ստացած լինի, բայց վաղը ես ավել մանրամասնությունները այնտեղ ձեզ կբացատրեմ։ Մեկ միայն հարց կա, որ պիտի պատասխանեք, այդ առաջարկություն նոմեր 50-ն է, որ եթե դուք բիզնես ունեք, մեծ բիզնես ունեք, ինչպես պիտի քվեարկեք, եւ եթե չէ, դուք կառավարությունից օգնություն եք ստանում, medical, այսինքն social security եք ստանում, SSI եք ստանում, insurance կառավարության միջոցով եք ստանում, medical եք ստանում եւ այլն, ինչպես պիտի քվեարկեք, դա վաղը կբացատրեմ։ Իսկ այսօր ես ուզում եմ ցույց տալ ամերիկացի մեկ quarterback, ամերիկյան ֆուտբոլի ամենակարևոր անձնավորությունը, որ բոլորը միլիոնավոր դոլար գումար են ստանում։ Այս quarterback-ը New York թիմի Jets-ի quarterback-ն էր։ Իսկ հետո, երբ որ իր աշխատանքը 30 մի քիչ տարիքները բարձրանում է, ել չեն կարողանում խաղան, եւ ինքը դարձել էր հեռուստահաղորդավար, բացատրում էր մրցությունները։ Իսկ այստեղ տեսնում եք, շատ խմիչք է խմում, դրագ է վերցնում, այստեղ տեսնում եք չի կարողանում ճիշտ քայլի, հետո մեկ անձնավորություն, որ գիշերը եկել էր աշխատող 69 տարեկան մարդ, ինքը մարզիկ է, երիտասարդ, բարձրահասակ, տեսնում եք իրան այստեղ, որտեղ Մարկ Սանչեզ անունով այդ մարդու հետ վիճապանում կռվում է, իրեն եք տեսնում նորից, այս Սանչեզին եք տեսնում, նրա հետ այսպես երբ որ խմիչք ու դրագ է օգտագործել, այսպես չգիտի ինչ է անում են, մարդը կես գիշերին 12:30-ին գալիս է աղբերը տանելու այդտեղի։ Հիմա այդնի չի ինչու իր հետ սկսում է վիճապանել 12:30 րոպե շաբաթ գիշեր եւ մոտենում է այն մյուս մարդուն եւ ասացի խմիչք եւ այլն օգտագործել էր, սկսում է այդ մարդուն հարվածել, ծեծել։ Եվ այն մարդը տեսնում է, որ սա ավել կարճահասակ է, ավել փոքր է, ավել 69 տարեկան է, սա երիտասարդ 38 տարեկան մարզիկ է, համաշխարհային մասշտաբի, սկսում է նրան ծեծել։ Հիմա իրեն եթե դատի պիտի տան, եթե մեղավոր լինի այս ճանաչված ֆուտբոլիստը, այստեղ տեսնում եք այդ վարորդն է, որ հիմա տատ է բացարել իր դեմ, իհարկե, ինքը ասում է, որ ես զգացի ալկոհոլի, ուզում էի փախուստ տայի, բայց ինքը մեծ է բռնել էր, ծեծում էր, ստիպված եղավ դանակ վերցնեմ ու հարվածեմ իրեն։ Այսպես տեսնում եք, այս ֆուտբոլիստին հարվածում է, երկուսին հիվանդանոց են իհարկե տանում եւ հիմա դատավարություն պիտի լինի։ Եթե դատի պիտի տան իրեն, որովհետեւ հետո բանից դուրս է գալիս իր ընտանիքի կողմից խոսում են, որ ասում են դժվար ժամանակ է ունեցել distressing time եւ դրա համար այսպես է եղել։ Իսկ եթե ասացի մեղավոր լինի 1-ից 6 տարի պիտի ազատազրկեն, այսպես տեսնում եք, եւ հիմա դատավարություն պիտի լինի եւ սա տեղեր ունեցել downtown Indianapolis քաղաքում, այնտեղ դեպքը պատահել էր եւ ինքը ինչ որ քիչ առաջ նաեւ տեսակ ասում է չի հիշում որ ինչ է պատահել, բայց ամենայն դեպս այն անձնավորությունը 69 տարեկան է, դատ է բացանում արդեն, բախտավոր է, որովհետև այդ տարածքում բոլորը ապարատներ է տրված, կամերաներ է տրված, հայտնի է, որ այն մարդը աշխատում էր, սա գնում է իր հետ վիճապանում է, հետո ծեծում է, այսպես հետո է, որ անձը պաշտպանվելու համար, բանավանդ եթե դուք փոքրիկ եք, մյուսը անձը ավել մեծ է, մարզիկ է, հիմա որ տանակ է օգտագործել,
Եթե անտեղի մեկը տանականի արվածի ուրիշի ինքը մեղավոր է, բայց եթե մեկը այդպես ուժեղ մեծ հսկան փոքրիկի վրա այդպես ատրճանակ կարող անի, կարող է պաշտպանելու համար դանակ դուրս անի, այսպես թվում է, որ այս մարզիկը անպայման մեղավոր կլինի։ Ամենայն դեպս այդ թիմի համար ինչ որ աշխատանք էր տանում իրեն փոխարինեն են մեկ ուրիշի, որը ինքը ֆուտբոլի խաղը մեկնաբանում է։ Մեկնաբանողները նաև ֆուտբոլի միլիոնավոր դոլար աշխատավարձ են ստանում Fox News-ի մեկնաբաններից էր կկորցնի նաև դա։ Ես պիտի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից պետք է խոսեմ դեմոկրատների մասին, ռեփաբլիկանների մասին, որ չեն համաձայնվում, իսկ ծրագիրը Burbank Adult School-ն է ովանավորում։ Burbank Adult School-ը գտնվում է Burbank-ում, Allen փողոցի վրա է գտնվում։ Տարբեր դասավանդումներ կարող եք այնտեղ ընդունեք անվճար, բոլորը Կալիֆոռնիայի նահանգն է վճարում։ Սա սեփական, անձնական դպրոց չի։ Երբ ավարտեք այս դպրոցը վկայական են տալի, որը 50 նահանգում ընդունված է իրենց վկայականը։ Տեսնում եք, բույժքույրին վերաբերող օգնական լինելու, կոմպյուտեր չգիտեք, կոմպյուտեր սովորելու, կոմպյուտեր գիտեք, ավել մասնագիտացված սովորեք, եւ ESL անգլերեն չգիտեք, անգլերեն սովորել, անգլերեն գիտեք, ավել մասնագիտացված եք ուզում սովորել, եւ ուրիշ նյութեր դասավանդում են։ Ավելյա տեղեկությունների համար հեռախոսեք կամ գնացեք այնտեղ։ Հայախոս աշխատողներ այստեղ կան, այսինքն ուսուցչուհիներ այնտեղ կան եւ տեսչուհին դպրոցի ղեկավարը դպրոցի հայ է նաեւ մեկը անպայման այցելեք։ Ալեքս Արոնյանն է ովանավորում ծրագիրը, եթե դուք Դուբայում առանձնատուն ցանկություն ունեք գնելու այնտեղ կամ կոնդոմինիում գնեք այնտեղ, Ալեքս Արոնյան ձեզ կօգնի։ Դուք իրեն ոչինչ չպիտի վճարեք, վաճառողը ձեզ կվճարի, վաճառողը իրեն կվճարի։ Դուք իրեն ոչ չեք վճարում, մենակ բնակարանը առնում եք դուք, այդպես է եւ Դուբայի հիմա շատ զարգացած քաղաք է, այսինքն երկիր է եւ այնտեղ Դուբայի լայսենսը ինքը ունի, ուղղակի ինքն է աշխատողը։ Ուրիշներ կան, որ միջնորդ են, այնտեղի մեկ որ լայսենս ունի, նրանց միջոցով են այս առևտուրը կատարում։ Զանգարեք այստեղ հավելյալ տեղեկությունների համար։ Ծրագիրը հովանավորում է Central Avenue Pharmacy հովանավորում է ծրագիրը։ Իրենց կենտրոնը Գլենդելում Կալիֆոռնիա փողոցի վրա է, West California Brand փողոցի ճիշտ հատման կետին մոտ է։ Իսկ իրենց նոր տեղատունը բացվում է, այստեղ տեսնում եք Sunland քաղաքում, Sunland, Tahanga, Silmar, այդ բոլոր այդ տարածքներում դուք կարող եք սրանից հետո օգտվել իրենց ծառայությունից, մոտարապես մի ամիս հետո այդ տեղատունը սկսելու աշխատելու։ Հիմա ներսում եթե անցնեք կտեսնեք դուրս ամեն ինչ պատրաստ է, ներսում դեռ աշխատում են, ձեր տեղերը այդտեղից վերցրեք։ ESA Quality Air-ն է հովանավորում ծրագիրը, ESA Quality Air Conditioning ձերը պետք է սերվիս անեք, ընդամենը $89 է։ Իսկ եթե unit-ը պիտի փոխեք, նորոգում պիտի մտցնեք, ինչ որ տեսնում եք, installation, repair, maintenance, այստեղ զանգարեք։ Ծրագիրը հովանավորում է Մարգանյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում։ Եթե դուք վարձակալ եք, վարձենեք մի բնակարան, ապարտման վարձենեք, պետք է բնակելի լինի, այսինքն մաքուր պիտի լինի, պահարանը բացում եք, շկաֆները բացում եք, չպիտի միջատները կնան կան, մուկ չպիտի այդտեղ լինի, մրջումներ չպիտի այդտեղ։ Եթե այդպես չի, ուրեմն դուք ձեզ հատուցում պիտի տան։ Սա հեռախոսահամարն է, զանգարեք, փաստաբանի հետ խոսեք կվերադառնա։ Դեմոկրատներ եւ ռեփաբլիկան իրար հետ չեն համաձայնվում, 6-րդ օրն է, որ կառավարությունը փակվել է։ Եվ երբ կառավարությունը փակվում է, բնականաբար բոլորի համար դժվարություններ կլինի։ Վերջին անգամ, որ կառավարությունը այսպես փակվել էր, նախագահ Թրամփի առաջին նստաշրջանի ժամանակ նաև այսպես վիճակ եղավ
35 օր տևեց, երբ կառավարություն փակվել էր, մինչև եկան դեմոկրատ, ռիփաբլիկաններ համաձայնության եկան։ Հիմա ռիփաբլիկանների ցանկությունն է ինչ որ իրենք հաստատեն են տալինի։ Դեմոկրատները բողոքում են, որովհետև մարտին մի խումբ դեմոկրատ սենատորներ միացան ռիփաբլիկանների ցանկությունը հաստատեցին։ Այս անգամ հիմա այդպես չի, դեմոկրատները չեն համաձայնում։ Երկու կարևոր հարց կա։ Մեկը այս Affordable Care Act-ն է, 20 միլիոն մարդ այս երկրում ինշուրենս ունի, որը կառավարությունը subsidize է անում, այսինքն կառավարությունը վճարում է, որ անձը կարողանա օրինակ միայն $100 տա առողջապահական ապահովագրություն ունենա, կամ ընտանիքը փոքր գումար տան, բոլոր ընտանիքի անդամները ապահովագրություն ունենան առողջապահական։ Հիմա դա տարբերվելն է հիմա, որ կարող է, եթե չընդունեն նախկինի նման լինի, ով ինչ վճարում էր, 169%-ով կթանկանային։ Եթե անձը ընտանիքի համար ենթադրենք 4 հոգու համար $200 վճարում էր, որ այդ ապահովագրությունը ունենա, հիմա սրանից հետո պետք է $500-ից ավել վճարի։ Դրա համար դեմոկրատները չեն համաձայնվում այդ հարցին։ Երկրորդ հարցը, ինչ որ չեն համաձայնվում, Medical-ն է, Medicaid-ը ընդհանուր Ամերիկայի համար, որ այստեղ Medical է համար կոչվում։ Medical-ը այն գիտեք գումարն է, որ հատկացնում են նվազ եկամուտ ունեցողները Medical-ից են օգտվում։ Medical-ը, որ ասացի Medicaid-ը 2.3 տրիլիոն տարեկան ծախսն է։ Ռիփաբլիկանների եւ նախագահ Թրամփի ցանկությունն է, որ մոտարապես 890 բիլիոն իջեցնեն, 1.5 տրիլիոնի իջեցնեն, որովհետեւ ասում են սա շատ է։ Հիմա ուրեմն դրա համար դեմոկրատները այս երկու հարցի վրա ասում են, եթե դրան չճշտեք, մենք չենք համաձայնվի։ Եվ ահա այսպես է, որ ուրեմն կառավարությունը ռիփաբլիկաններն են հիմա թե ներկայացնի տան մեջ մեծամասնություն են, թե սենեթում եւ թե նախագահը, այդտեղ տեսնում եք Medicaid-ը եւ կարևոր հարցերից, որ չեն կարող համաձայնվել, եւ այստեղ սենեթի ղեկավար Շումերին եք տեսնում, ասում եք մինչեւ այդ հարցի մասին լուծում չգտնենք, մենք չենք կարող միանանք ռիփաբլիկաններին, թեև հենց ինքը մի քանի օգու հետ անցյալ քանի ամիս առաջ մարտին միացել էին։ Հիմա Թրամփը ասում է, որ մենք համաձայնության ենք, մասամբ համաձայնությունների ենք ասել, Չակ Շումեր, Սենեթի դեմոկրատների ղեկավարը ասում է, այդ ինչ որ Թրամփը ասում է, ճշմարտություն չունի, բայց մենք պատրաստ ենք, դեմոկրատները պատրաստ են, որ սեղանի շուրջ նստենք եւ այս հարցը լուծենք։ Տեսնում եք այսօր Սենեթում 6 անգամ տարբեր տեսակ դեմոկրատները առաջարկեցին, ռիփաբլիկանները առաջարկեցին, երկուսն էլ այդ առաջարկություններին դեմ կանգնեցին, ուրեմն այսօր նաև տուն գնացին։ Ամենադժվարին պահը սա է, որ մարդիկ աշխատավարձ, մանավանդ կառավարության համար աշխատողները բոլորին 750,000-ի տուն են ղրգել, մնացածին ասում են, որ մենք գումար չունենք վճարելու կառավարության աշխատողի համար, հետո կարելի է վճարեն կամ չվճարեն, բայց մի տարբերություն խոշոր կա այստեղ։ Բոլոր ներկայացնի տան անդամները 435 են, 100 սենետեր կա, բոլորը իրենց աշխատավարձ ստանալու են, այսինքն այս բաջետի ինչքան կտևի, ինչ կլինի, ներկայացնի տան անդամները եւ սենետի անդամները իրենց աշխատավարձ ստանալու են։ Կառավարության համար աշխատող մարդիկ աշխատավարձ չեն ունենա, բայց իրենք ունենալու են։ Ես հիմա ուզում եմ ցույց տալ նախագահ Թրամփը այսօր մեկ անձնավորության հանդիպեց, որ երբ Համասը մտավ Իսրայել, գերիներ տարեց, տեսնում եք այդպես այդ օրն է հոկտեմբերի 7-ն է, վաղը կլինի 2 տարի։ Այս
Ծախում տեսնում եք Թրամփի փեսային եք տեսնում, աչում մեկ ազնվորություն է, որ նախագահի կողմից այս բանակցություններին մասնակցում է, ասում են մեր հույս ունեն, որ այդ հոկտեմբերի 7-ն եք տեսնում 2022 սրանք իսրայելցիք են։ Այս անձին ինչ որ տեսնում եք ազատ արձակեցին, եկավ նախագահ Թրամփին հանդիպելու։ Այդ անձը ասում է ես նախագահին ասացի, որ շնորհակալ եմ, որ դու հարմարություն ստեղծեցիր, որ ես կարողանամ ազատվել։ Տեսնում եք իրեն ընտանիքի հետ գնացել են նախարարներ եւ նախագահի հետ հանդիպում են։ Այսպես տեսնում եք, եւ այս առիթից ուզում եմ խոսել մեր տարբերությունը եւ իսրայելցի տարբերությունը։ Իսրայելցին մեկը իրեն ձերբակալել է, Համասը կլինի, ով կլինի, գալիս է նախագահին հարմարություն ունի տեսնելու, իսկ հիմա պատկերացրեք, մենք գերիներ ունենք Ադրբեջանը գերի վերցրել Ղարաբաղի կամ Լեռնային Արցախի ղեկավարներին ձերբակալել է։ Հույս ունեմ ազատվեն։ Ով է իրենց ընդունելու, արդյոք կգան Ամերիկա նախագահը իրենց տեսնի, մոտավորապես անհնար է նման դեպք պատահի։ Դա տարբերությունն է մեր, որ չենք կարողանում մեր կառավարությունը կամ հավաքվել որևէ կառավարություն, ես հիմա այսօրվա կառավարության մասին չեմ խոսում, նախկին 4 նաև ուրիշ ղեկավարներ են ունեցել, երբեք մենք չենք կարողացել իրար մեկս մյուսի հետ համաձայնել։ Ես մի տաթար վերցնեմ, երբ վերադառնամ տաթարից, քիչ առաջ ասացի օդանավակայաններում air traffic controller-ները նաև աշխատավարձ չեն ստանում եւ ոմանք աշխատանքի չեն գալիս, ասում են հիվանդ են, չեն գալիս աշխատանքի, իսկ ծրագիրը հովանավորում է Odets cake եւ balloons հովանավորում է ծրագիրը։ Եթե խնջույք ունեք, ցանկություն եք գեղեցկացնեք ձեր այդ տարածքը, զանգարեք այս հեռախոսա համարներին։ Orange shipping հովանավորում է ծրագիրը։ Orange shipping այսինքն Orange shipping-ը գտնվում է այստեղ տեսնում եք Sherman Way North Hollywood-ում է գտնվում։ Եթե մի ծանրոց իրեն հանձնեք որևէ չափի երկրորդ ծանրոցին դուք 50% զեղչ եք ստանում։ Օրինակ սա, եթե $52 ծանրոց ունեք նավի միջոցով Հայաստան ղրկելու, մյուս ծանրոցը ընդամենը կեսկին $26 է լինելու։ Ծրագիրը հովանավորում է Caravan ռեստորանը հովանավորում ծրագիրը։ Caravan ռեստորան գտնվում է Glen-Oaks փողոցի վրա, այնտեղ շատ մոտ է Grand View հատմանկետին։ Սկսյալ հոկտեմբեր 15-ից հետո ամեն շաբաթ եւ կիրակի առավոտ սկսյալ ժամը 8-ից հարիսա են առաջարկում, եթե ցանկություններ հոկտեմբերի 15-ից հետո շաբաթ եւ կիրակի օրերը։ Ծրագիրը հովանավորում է Շայն Թուր հովանավորում է ծրագիրը, որ վերջին իրենց այցելությունները Կոստա-Ռիկա, այստեղ տեսնում եք նոյեմբերի 4-ից մինչև 10-ը, ընդամենը $2290 է 7 օր Կոստա-Ռիկա կարող եք գնալ։ Իսկ նաև Բրազիլ եւ Արգենտինա կարող եք գնալ 10 օր է, նոյեմբերի 15-ից 24 $3790 տոմսակ ամեն ինչ ներառված է։ Զանգահարեք հավելյալ տեղեկությունների համար կվերադառնամ։ CDC Center for Disease Control հիմա նախկին Ռոբերտ Քենեդի նախկին նախագահի եղբոր տղան ղեկավարում է եւ ինքը այս հրսկումներին դեմ էր, բայց բժիշկներ, մասնակիցներ իրեն ճնշումներ բանացրին, եկավ հիմա ասում է, որ ով որ հիվանդ է ուզում է կարող է կորոնավիրուսը սրսկի, որտեղ հիմա ժամանակն է, եթե պիտի սրսկեք, հիմա ժամանակն է սրսկելու կորոնավիրուսի պատվաստանյութը եւ 65 տարեկան եւ ավելին իրենք առաջարկում են, որ սրսկեն եւ նրանք որ հիվանդներ են։ Ես այստեղ ցույց եմ տալ, նախապես այդպես չէր, բոլորին ասում են, որ պիտի սրսկեն, մի քանի ամսականից վերև բոլորը կորոնավիրուսի սրսկումներ պետք է կատարեին։ Տեսնում եք,
mRNA-ի, այստեղ տեսնում եք ասեն են 65-ից եւ բարձր սրսկեն, այսպես տեսնում եք, եթե դուք Կալիֆոռնիայում դեռ մնում է անվճար եւ ուրիշ որոշ նահանգներում մնում է անվճար սրսկում տեղի ունենում, որպեսզի չհիվանդանաք, եթե անպայման այցելեք, սա կանխելու է, որ հիվանդանաք։ Հիմա դժվարկացությունը սա է լինելու, որ ավել շատ, եթե չսրսկեն, ավել շատ մարդ է հիվանդանալու, ավել շատ տարածվելու է կորոնավիրուսը, որտեղ կորոնավիրուսը անընդհատ նույն տեսակի չի մնում, անընդհատ տեսակը փոխվում է։ Այս տարվա ինչ որ սրսկում են, այնինչ որ տեսեն են տարածվում է, դրա հիման վրա է այս սրսկումը։ Մյուս տարի պատվաստանյութ կարող է լրիվ տարբեր լինի այս տարվա սրսկումից։ Դրա համար հարկավոր է ամեն մարդ սրսկի։ Դուք տեսնում եք Ամերիկայի ամենաճանաչված այսօր երգչուհին Taylor Swift-ին եք տեսնում, որ թե իր ռեկորդներով, թե իր ձայնագրությամբ բոլոր տեսակի հիմա ինքը number 1 է եւ նշանված է մեկ ֆուտբոլիստի եւ այսպես տեսնում եք ինչ որ հիմա 12 ալբոմ ունի, բոլորը առաջին տեղն է գրավում։ Այսպես տեսնում եք, ոմանք մտահոգ են, որ իրեն ընկերինն եք տեսնում, որ ֆուտբոլիստ է Kansas City, ֆուտբոլիստ է Travis Kelce-ին, մտահոգ են, որ ամուսնանա երեխա կունենա, էլ չի երգի, իրեն սիրողները այս երիտասարդ աղջկան սիրողները Taylor Swift-ի բոլորը մտահոգություն են այս բերումով այդն, բայց ինքը ասել է, որ դա շարունակելու է, ասացի որևէ անձ մինչև հիմա իր ռեկորդը չունի մեկ օրվա մեջ, թե իր այսպես stream, որ նայում են իրեն մյուզիկը եւ թե ինչ որ հրատարակեն է The Life of Showgirl, The Life of Showgirl-ը, որ ես ուրբաթ օրն էր հրատարակել, միլիոնավոր մարդ գնում են, նայում են, վճարում են այդ արվեստագետի համար տեսնելու։ Օդանավակայաններում այսպես տեսնում եք, հիմա այդ նրանք, որ control էին անում, օդանավները նստեն, բարձրանան, մի մասը, որտեղ աշխատավարձ չեն ստանում, սրանք կառավարության համար են աշխատում, պատկերացրեք 11,000-ը չկան կամ մի մասը չկան այս անձիկից, օրինակի համար քիչ հետո պետք է ցուցադրեմ, տեսեք Բերբանկի մասին, ամենայն դեպս հիմա Շան Դաֆի, որը օդանավա այս transportation-ի նախարարն է, մինիստրն է, այցելում է տարբեր տարածքներ, այստեղ տեսնում եք իրեն, խոսում է այս մասին եւ այսպես ասում է մենք ունենք մարդիկ, բայց եւ այնպես դժվար կացության մեջ ենք եւ գիտեք, եթե հարկավոր եղավ, ավել քիչ թռիչքներ թույլ կտան, այսպես տեսնում եք իրեն։ Միլիոնավոր մարդ ազդվելու այս հարցով, ասացի այս վերջին 6 օրը, որ բաջետ չունի, երկիրը գումար չունի, որ իր աշխատողներին, որտեղ նրանք որ կոնտրոլ են անում, նաև միայն կոնտրոլը, նրանք կոնտրոլը չի, երեք նաև խոսեցի այն մասին, որ այն անձիկ, որ ճամբրուկները ծերը չեք են անում, մարդկանց չեք են անում, նրանք նաև աշխատավարձ կառավարությունից են ստանում, նրանք ոմանք նաև զանգում են, ասում են մենք հիվանդ ենք, չենք գալիս, եթե աշխատավարձ չպիտի ստանա, ուրեմն չի գալիս աշխատանքի։ Անցյալ անգամներում այսպես էր լինում, որ եթե մի ժամանակ աշխատավարձ չեն ստացել, եթե շարունակում էին աշխատում էին, հետո որ վերադառնում էին, երբ որ բաջետը հաստատվում է, որտեղ կառավարությունը եթե բաջետը չհաստատի, գումար չկա որ մեկին վճարեն։ Բոլոր զինվորականներ կլինեն ուրիշ, ասում են որ առաջարկում են որ աշխատեք, ձեր վճարումը կկատարվի հետո։ Ես հիմա ուզում եմ խոսել National Guard-ի մասին, գիտեք այս երկիրը 3 տեսակ զինվորականներ ունեն։ Նախ
քաղաքների ոստիկաններն են։ Քաղաքների ոստիկանները ծառայում են միայն այդ քաղաքին։ Նահանգին կապ չունեն, կառավարության կապ չունեն։ Իսկ National Guard-ը նրանք են, որ զինվորականներ են, որ նահանգին են պատկանում։ Ամեն նահանգ National Guard ունի, զինվորականներ ունի, որ ծառայում են նահանգապետի ներքո։ Իսկ եթե հանկարծ երկիրը կարիք ունենա, նախագահը կարող է այս National Guard-ի տարբեր նահանգների աշխատանքի կանչի, ասելով, որ emergency կա։ Հիմա նախագահ Թրամփը այդպես է հայտարարել, որ երկրում emergency վիճակ կա, օրինակ, այստեղ տեսնում եք National Guard-ին կանչել է երկու քաղաքներում, որ մեկը Portland, որը մեր հյուսիսում է, մյուսը Շիկագո քաղաքում է։ Այսպես տեսնում եք 300 Շիկագո, այսինքն զինվորականներ National Guard են ղրկել այնտեղ։ Այսպես տեսնում եք նախագահ խոսում է այս մասին, որ ղրկում են այնտեղ, որովհետև շատ սպանություն կա, նախագահ ասում է, ոչրագործություն կա, ես պիտի մաքրեմ։ Բայց բոլորը դեմոկրատ նահանգներին է ղրկում նախագահը այս National Guard-ին եւ այսպես տեսնում եք National Guard-ը ամենտեղ։ Հիմա դեմոկրատները իհարկե տատ են բացարել, դրանց մեջ նաև Կալիֆոռնիան, որովհետև 300 National Guard-ը Կալիֆոռնիայի ղրկել են Portland։ Եվ այդ դատավոր էր ինչ որ քիչ առաջ անցավ, որ ասել է իրավունք չունեք այդ աշխատանքը անելու։ Այսպես տեսնում եք նախագահը մեղադրում է նաև immigration անօրինականները, որ եկել են եւ 10,000 պետք է լինի 10,000 զինվորականներ կուղարկի, այսպես տեսնում եք այն ինչ որ տեղի ունենում այս ժամանակ հակատրված են, որովհետև օրինակ մեկ հոգի դուրս է գալիս, կռվի է բռնվում մարդկանց հետ, այս National Guard-ի հետ կռվում են ոմանք տարբեր քաղաքներում, ում որ տեսնում եք այստեղ Pritzker-ին եք տեսնում, որ Իլինոյի նահանգապետն է։ Սա Թրամփի նման խոշոր բիլիոնատեր է, խոշոր գումար է հասել իր հայրիկից։ Իր հայրիկը տերն էր բոլոր տարբեր բիզնեսների տերեր, այսինքն նաև Hyatt հոթելների, որը 1350 հոթելներ ունի Ամերիկայում, այսինքն աշխարհով մեկ 1350 հոթելներ, 138,000 սենյակ է դառնում այդ 1350 հոթելի մեջ։ Սա հիմա Իլինոյ նահանգի նահանգապետն է այս բիլիոնատերը եւ ասում է, որ ինքը դեմ է, որ նախագահը National Guard-ին այդ ղրկել է Իլինոյ, անօրինական է, դատ են բացարել կառավարության դեմ, որ իրենք ցանկություն չունեն, որ National Guard-ը նախագահ ուղարկի իրենց քաղաքը Շիկագո, որ այս շաբաթավերջին 4 հոգի սպանվել են, 29 հոգի վիրավորվել են այդտեղ այս վիկենդի։ Ես մի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից, պետք է շարունակեմ ծրագիրը Supreme Court-ի մասին պիտի խոսեմ, մեկ case չի ընդունում, մեկ դատավորի բնակարանը հրդեհ տեղի ունեցել, տեսնենք ինչպես էր եղել, եւ Հիմալիայում ձյունակույտը գալիս է, մեկը մահանում է եւ դժվար կացություն է ստեղծում, դրանք ցուցադրեմ, իսկ ծրագիրը հովանավորում է դոկտոր Բարսեղյան եւ դոկտոր Մահտեսյանը հովանավորում են ծրագիրը։ Ալիվ եւ Գլենոքս փողոցների հատման կետում է գտնվում 372 իսկ Ալիվ, բայց Գլենոքս փողոցի հատման կետում, եթե որևէ հարց ունեք Ատամի հետ, Լինդի հետ, զանգահարեք, ժամադրություն վերցրեք։ Ծրագիրը հովանավորում է նաեւ Vivaldi venues եւ catering հովանավորում են ծրագիր 3 սրահներ ունի, 300, 150 եւ 120 տարողությամբ։ Խնջույքներ պիտի կազմակերպեք, այստեղ կազմակերպեք։ Նաև ամեն օր ճաշ են առաջարկում, կարող եք գնալ այնտեղ վերցնել կամ պատվիրեք
իրենք կբերեն ուր որ դուք ցանկանում եք։ Primate Pharmacy ովանավորում է ծրագիրը։ Primate Pharmacy-ն գտնում եք Glen-Oaks եւ Highland փողոցի հատման կետում։ Սա երախոսահամարն է շատ հեշտ է, իրենց հետ խորհրդակցեք, այդտեղ այցելեք կամ իրենք ձեր տեղերը ձեր տանը բերեն։ Դոկտոր Parker Ջահանգիրն է ովանավորում ծրագիրը, երախոսահամարը տեսնում եք, եթե ալերգիներ ունեք, ձեր մարմնի վրա բիժտիկներ եք տեսնում, զանգարեք պաստառի վրա երևացող հեռախոսահամարին կվերադառնա։ Հարավային Քարոլայնայում մեկ դատավոր գեղեցիկ տուն ունի, լիճի ափը 3 հարկանի, ես հիմա ուզում եմ ցույց տալ, տեսեք ինչ դեպք է պատահում։ Իր ամուսինը, որ նախկին սենեթեր է եղել նահանգային այդ Հարավային Քարոլայնայում, այսպես տեսնում եք, լրիվ հրդեհվում է։ Կողքը լիճ է, ամուսինը իր երեխաները այդտեղ նավակ ունեն, հազիվ մտնում են նավակի մեջ ու կարողանում են հեռանալ։ Ինքը դատավորը այդտեղ չի լինում, 3 հոգի իր տան միջից փախուստ են տալիս պատուանի միջից, այսպես տեսնում եք, տեսեք ինչ գեղեցիկ տարածք է, բայց այդ բնակարանը հրդեհվել է։ Կարծում էին, որ սա դատավորին եք տեսնում, որ ամուսնուն եք տեսնում նաև այնտեղ, կարծում էին դատավորը դատարանում, կարծում էին, որ կարող այս վերջին ժամանակները դատավորների դեմ աշխատանքներ է կատարվում կամ դժվար կացության են դնում ոստիկանությունը ովանավորում է իրենց, բայց ոստիկանապետը այդ շրջանի ասում է, որ վստահ չեն, որ սա դիտավորյալ հրդեհ են ստեղծել այս դատավորի բնակարանում։ Հույսով ենք այդպես է, որովհետև խռովություն, թշնամություն այս ժամանակ շատ է տեղի ունենում, հույսով ենք, որ այսպես երևի դեպքեր ինչ որ պատահել։ Ես ուզում եմ խոսել հիմա ձյունակույտի մասին, որը Avalanche, գիտեք, Հիմալյան, Էվերեստ ամենաբարձր սարն է եւ հարյուրավոր, տեսեք, մարդիկ ամեն տարի գնում են, իսկ այնքան ձյուն է եկել, ձյունը այդ Avalanche-ը վայր է իջել, ձյունակույտը վայր է իջել, մեկ հոգի մահացել է եւ 350 հոգու օգնում են, փրկում են այդ տարած, տեսնում եք իրենց վրանների կողքը ձյունը անում են, որ շատ չլցվի, որ իրենք մնան ներսում, չկարողանան վրանից դուրս գալ։ Այսպես տեսնում եք ուրիշ տարածքում ներքևում հետո հեղեղ է տեղի ունենում, այնքան ձյուն է եկել, այսպես մեկ հոգի մահանում է, բայց 100-ից ավել դեռ այն բարձրունքում դեռ մնացել են, որ տեսնում եք այս բարձրացել են եւ հիմա պետք է իրենց հետ վերադարձնեն, իջնեն, օգնեն, որ կարողանան իջնեն, որովհետեւ ասացի այնքան ձյուն է իջել այդ տարածքում, տեսեք այս ինչքան մարդ է գնում այդտեղ, այդ տարածքը տեսեք քանի բարձրացել են այդտեղ, որպեսի գիտեք Գագաթնակետ ամենաբարձր սարն է կամ գագաթն է 8889 մետր բարձրություն ունի կամ 29000 ֆիտ բարձրություն ունի, այս մարդիկ մնացել էին 16000 ֆիթի վրա մնացել էին, այսինքն 5000 պատկերացրեք կամ մի քիչ ավելի բարձր տարածքում մնացել էին, իրենց օգնում են ոմանց իջեցնեն, մի 120 հոգու նաև դեռ պիտի օգնեն, որ իջնեն։ Ես ուզում եմ Նաշվիլում ցույց տալ, գիտեք, skydiving-ը գալիս է մեկը մնում է, շարունակենք, այդ skydiving-ի ժամանակ տեսնում եք դեպք է տեղի ունենում, Նաշվիլում է տեղի ունենում, տեսեք եկել է որտեղ է մնացել այդ ծառերի եւ էլեկտրական վայրի մոտ մնացել է։ Մեկը վնասվում է, մահանում է, պարաշուտ էին անում, իսկ մյուսին կարողանում են օգնեն, այսպես տեսնում եք, սա մահացողն է, որ ինքը նաև դասավանդում էր ինչպես թռչել, այդ պարաշուտը տեսնում եք, բայց եւ այնպես ինչքան նաև փորձառու է, եթե
այդ սոմտիկը չի բացվում, դժվար կացություն է լինում, նախ թրջում են, հետո բացվում է, եթե պիտի իջնեն, տեսնում եք օդանավի միջից թռնում են, emergency է լինում, այստեղ տեսնում եք եւ մեկը բացատրում ասում այդ շութը դիպլոյ է եղել, չի բացվել եւ դրա համար անձը վնասվում է, մահանում է, տեսնում եք այստեղ փորձառու անձնավորությունն է ինչ որ մահանում է այստեղ։ Ես պիտի դադարեցնեմ, երբ վերադառնամ դադարից, ձեզ ասել էի բազե կամ այս արծիվի ավել մի քիչ փոքր տեսակը երկուսը գողանում են SoFi Stadium-ում այստեղ Լոս Անջելեսի, տեսենք ինչ պատահեց հետո Burbank Airport-ը պիտի ձեզ ցուցադրեմ եւ վերջավորությունը եթե առիթ եղավ նրանք որ գնում են այսպես պղինձ են վայրները կտրում են պղինձ են գողանում եւ Boyle Heights Լոս Անջելեսի մի տարածք է որ փողոցները բոլորը մութ են ֆրիվեյներ փողոցներ որ մարդիկ քայլում են որովհետեւ այդ պղինձները գողանում տանում են վաճառելու իստրագիրը ովանավորում է Չոփորյան փաստաբանական գրասենյակն է ովանավորում ծրագիրը Հակոբ Չոփորյան եւ իր երկու դուստրերը փաստաբաններ են եթե ավտովթար ունեցած ձեր մտահոգությունները հանձնեք իրենց անգարելով այս հեռախոսահամարին Երևան Shipping ովանավորում է ծրագիրը Երևան Shipping ձեզ է առաջարկում ծանոթ ունեք Հայաստան եկելու իրենց հանձնեք օթանավով $2.99 մի փանդ է դրանից էժանը չեք կարող գտնել իսկ գումար եք ուզում փոխանցել $100 համար $1 եք վճարում $500 վրգրկեք ընդամենը $5 եք վճարում ծրագիրը ովանավորում է նաև M&M Liquor Market-ն է ովանավորում ծրագիրը գտնվում է Burbank-ում EBT քարտ նաև ընդունում են ծրագիրը ովանավորում է Hollywood Piano-ն ովանավորում է ծրագիրը Hollywood Piano-ն Ամերիկայի ամենախոշոր դաշնամուրի խանութներից է ամենախոշորն է 600 դաշնամուր կա այնտեղ $500,000-ից մինչև հարյուրավոր հազարավոր դոլարներ գնացեք գեղեցիկ դաշնամուր միայն ուզում եք տեսնել նաև այցելեք Դոկտոր Թավանսի ովանավորում է ծրագիրը եթե աչքի հետ խնդիրներ ունեք ագնոցի կարիք ունեք պիտի փոխեք բոլոր այդ աչքի վերաբերող հարցերով զանգարեք այս հեռախոսահամարին Ռաֆիզ Մարքեթ ովանավորում է ծրագիրը եթե դուք ժամանակ չունեք ճաշ պատրաստելու իրենք պատրաստի ճաշ ունեն Ռաֆիզ Մարքեթ Burbank-ում է Գլենդելի արևանության Court Furniture-ն է ովանավորում ծրագիրը Central եւ Մրթել փողոցի հատման կետում է գտնվում նոր մատրես պիտի գնեք այստեղ այցելեք Yugo ընկերությունն է ովանավորում ծրագիրը մեկ փանդ եթե ծանոթ ունեք ղրկելու ընդամենը $2.99 է նաև եթե ծանոթներ պիտի ուղարկեք ամենաէժան գնով կարող եք ղրկել ամենայն դեպս Sunset փողոցի վրա է գտնվում Լոս Անջելեսում Անդրե Ղարիբյան փաստաբանն է ովանավորում ծրագիրը եթե ավտովթար ունեք եթե հրդեհ տեղի ունեցել ձեր տանը կամ ձեր բիզնեսի կենտրոնում այս հեռախոսահամարին զանգարեք կվերադառնա Լոս Անջելեսում այսպես օվկիանոսի մոտ Englewood քաղաք շատ մոտ է օվկիանոսին մեծ խոշոր ստադիոմ սարքին բիլիոնավոր դոլար ծախսին SoFi Stadium որը հաճախ այսպես ամերիկյան ֆուտբոլի մրցություն է լինում ուրիշ մրցություններ այդտեղ լինում են բայց որովհետև օվկիանոսի մոտ է շատ թռչուններ ծիտիկ եւ այլն բոլոր տեսակ ակրավներ բոլոր այդտեղ են եւ մարդիկ նստում են այնտեղ դիտելու խաղը դիտելու սրանք կեղտոտացնում են մարդկանց հագուստի վրա անընդհատ պետք է ապահովել մի մարդ գալիս է որ ինքը ոստիկան է բայց այդ աշխատանքն էլ անում է երկու բազեն խոշոր թռչուն է բայց արտիվից ավել փոքր է տեսնում եք երկու բազե է բերում այս վերջին ժամանակներում ես ձեզ հաղորդել էի որ մոտարապես 10 օր առաջ երբ որ այդ աշխատանքը արել էր բերել իր մեքենայի մեջ էին մի վարկյան գնում է
կողը գալիս է մեքենան կողանում է, այս երկու բազային տանում է։ Հիմա այդ բազաներից մեկի անունը Բաբա է, այս Բաբային եք տեսնում 30 մայլ, այս երկու այդ բազաներն են, մեքենան որ տանում է, սրանց տանում է։ Հիմա մեկին, որ ավելացում էր կտեներ, Սոֆայի ստեդիումն եք տեսնում, այս մեքենայի մեջ են լինում եւ տեսեք ինչքան թռչուն կա այդտեղ եւ դժվար կացության մեջ է տնում մարդկանց։ Իսկ ամենայն դեպս հիմա մեկ թռչունին կտնեն, մյուսը դեռ փնտրում են։ Ես ուզում եմ շարունակել խոսել Burbank Airport-ի մասին, որտեղ ես եղել եմ Burbank Airport-ի գանձապահն եմ եղել։ Ես այս տարի պետք է լինեի նախագահը, եթե շարունակեի, պետք է այս տարի ես Burbank Airport-ի նախագահ լինեի, ամենայն դեպս։ Հիմա այս Burbank Airport-ը ինչ որ տեսնում եք այստեղ, տեսեք, հիմա այնտեղ մարդիկ չկան, որ air controller չկան, բայց օդանավակայանն իր աշխատանք շարունակում է, որտեղ Սան Դիեգոյից այնտեղից կոնտրոլ են անում, կարողանում են օդաչուները իրենց հետ կապելով իջնեն եւ օդանավները բարձրանան այդտեղից, սա Burbank-ի Airport-ն եք տեսնում, մեր հարևան քաղաքում, այստեղ տեսնում եք, որ ես տարիներ այդտեղ բորդի անդամն եմ եղել ամենայն դեպս։ Ես մի տաթար վերցնեմ, երբ վերադառնամ տաթարից գողանում են այս վայրները, քեյբլները, որ պղինձ ունի մեջը եւ մի քաղաք, որ այստեղ Դանթանի ներքևը մութ է, փողոցները freeway եւ այլն այդ շրջանի այդ վայրները, քեյբլները կտրում տանում են, դա ցուցադրեմ ձեզ ծրագիրը ովանավորում է դոկտոր Էբրահիմի ովանավորում է ծրագիրը, եթե թաթի վրա թաթի տակ վերք եք, հայլում եք շնչասպառ եք լինում, այս հեռախոսահամարին զանգարեք, Գլենդելում 616, իսկ Գլենոքս փողոցի վրա է գտնվում, բայց համարման զանգարեք, ժամադրություն վերջեք։ Jackpot-ն է ովանավորում ծրագիրը, Jackpot այստեղ տեսնում եք Թահանգա քաղաքում իրենց բիզնեսը Թահանգայում փակվում է, ինչ որ այդ խանութում կա, խիստ կինը զեղչված է $5, $10, $15, այսպես խիստ զեղչված է, որ բանը ինչ որ ապրանքներ ունեն այդտեղ կարողանան վաճառեն, անպայման այցելեք նախքան փակումը։ Անաշե Գիֆտն է ովանավորում ծրագիրը Գլենոքս փողոցի վրա գտնվող այնտեղ էլեկտրական ավիլներ կամ այս մինի չափերը, տեսնում եք մինի չափերը ընդամենը $9.99 են առաջարկում կվերադառնա։ Դանթանի մոտ Boyle Heights տարածքն է գտնվում, որ այնտեղ նոր կամուրջ նաև ստեղծեցին եւ այս լույսերը բոլորը հիմա չի աշխատում, որովհետեւ այդ լարերը, քեյբլները, վայերները, կողերը գալիս են, որովհետեւ պղինձ է, կտրում տանում են։ Հիմա նոր խիստ օրենքներ նկատի են առնում, որպեսզի այստեղ տեսնում եք copper wire theft bill առաջարկություն է, բանաձև է, որ նրանք որ գնում են այդ junk dealers, որ recycle-ները այսպես պետք է անձից ուզեն տեղեկություններ, հիմա ոչ ոք չի արցում, պղինձը տանում են վաճառելու, վերցում են copper wire theft bill, ուրեմն այս բանաձևը ասում է նրանք որ scrap metal վաճառողներ են, իրենք անպայման պետք է ուշադիր լինեն, որ ումից են առնում այդ illegal ունենան, տեսնում եք այս վայրներն ինչ որ կտրեն են, հետո առեն են, օրինակ AT&T-ն իր հեռախոսասարքավորումները, վայրները բոլորը կողացել են տարեն, մարդիկ չեն կարողանում օգտվել, տեսեք այս պղնձե վայրներն եք տեսնում, տեսեք փողոցն է, լույս չկա, մթության մեջ են, որովհետև բոլորը կողացել են տարեն, copper փողոցում, հիմա ինչ որ կողացել են, $11,000 վայր են կողացել, բայց այդ վայրները նորից բերեն, վերականգնեն $2.5 միլիոն, գողը 11,000 կարող է վաճառել, բայց ծախսը քաղաքին $2.5 միլիոն է
այս գողության հետևանքով։ Ծրագիրը եկավ իր ավարտին, ես կհանդիպեմ վաղը, մի շնորհ հանդիպում։